շարակում ԲՀԿ-ի ենթադրյալ ընտրակաշառքների վերաբերյալ։ Լավ վախի մթնոլորտ է դարձում, բացառված է գումար որց է մեկը տա։ Սա վախի մթնոլորտը վախենալով, որ իրանք ձայն չունեն, ուզում ժողովրդին վախացնեն, ժամանակալ որ իրենք չաշխատեն, քարոզություն չանեն։ Դուք բացառում եք, որ ընտրակաշառք եք արժանանում։ Մենք ով պետք է բաժ, ես մի հատ հասկանում եմ ինչ հեքիաթներ է։ Ով այդպես բան, տեսած լինի, որ մենք ընտրակաշառք բացառված է, չկա այդպիսի բան։ Դա շանտաժ է, սարքոցի, ինչ որ մարդը ասում է դու քանի մարդ կարած բերես ոնց է քո վստահությունը, ասում է կփորձեմ տեսնեմ, բայց գումարի մասին խոսակցը ամոթ է, դա շանտաժ է, վախի մթնոլորտ է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Պարզապես նախորդ ընտրություններին պարոն Ծառուկյան, ձեր թիմակիցներից մեկն էլ անցնում է Սեդրակ մուլտիգրուպի տնօրենը, հա, անցնում է։ Կանգնեք թող մի հատ մոտենա։ Կանգնեք։ Համար Ծառուկյան արդարացել է, ես։ Արդարացավ Ծառուկյանը։ Ուր է, բայց ձեր թիմակիցը շարունակում է դատվել։ Եղբայր ջան, ես նորից եմ ասում, այսօր բոլորը դատվում են, բոլորին վախացնում են, պարկասնել, խփել, խլել, ժողովրդի մոտ ատելություն, սարքել, այսօր ժողովուրդը այս վիճակով չի կարա ոչ բան, պետք է հաշտություն, համերաշխություն, այսօր կա 70-80 կուսակցություն, բոլորս հայ ենք, մի ազգ ենք, բոլորին հետաքրքրում է, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, զարգացում, բարեկեցիկ, բարգավաճ կյանք, նույնը դա չես ուզում դու, անկախ նրանից ով կլինի հիմնական կառավարության ղեկավար, ճիշտ է թե ոչ, քո ուզածը որ խաղաղություն լինի, զարգացում լինի, անվտանգ լինի, բարեկեցիկ կյանքով, ճիշտ է թե ոչ։ Դրա համար դուք որ խաղաղություն չի ուզում, ես հարցնում եմ ձեր թիմակիցը նախկին ընտրությունների Դուք գնացեք իրեն հարցեք, ես քեզ ասեցի, իմ անունը գրած է եղել, որը ինձ արդարացել են, որ ես ոչ մի կապ չեմ ունեցել։ Կարող է ձեր թիմակից առանց ձեր իմացության Բացառված է, չկա չի բան։ Դա հիմա այս Բայց քո հասնեմ, հո։ Բայց քո կաննո։ Ես իրանք են գալիս։